Նախ քանի որ գտնվում ենք Եռաբլուրում, մեր խոնարհումն ենք արտահայտում հայ ժողովրդի նորագույն պատմություն կերտող մեր բոլոր այն զավակներին, ովքեր իրենց կյանքն են տվել, ովքեր որ մեծ ավանդ ունեն հայկական բանակի կերտման գործում եւ ես մեր ժողովրդին շնորհավորում եմ հայկական բանակի կազմավորման կապակցությամբ եւ ցանկանում եմ հաջողություններ, իհարկե այսօր տոնակատարությունները այն մեծ շուքով եւ այն տրամադրությամբ չեն նշվում, ինչպես նախկինում էինք նշվում, որովհետեւ մենք 44 օրյա պատերազմի ընթացքում պարտություն ենք կրել, այնուհետեւ անհաջողություններ են բազմաթիվ եղել, Արցախն ենք կորցրել, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ հայկական բանակը այն կառույցն է, որը որ պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է վերականգնել, առաջինը կարող է շտկել իր ողնաշարը եւ ի վերջո մեր ժողովուրդը ակնկալում է, որ հայկական բանակը պետք է լինի նրա անվտանգության երաշխավորը եւ հայկական բանակը յուրաքանչյուր պետության եւ մեր պետության հզորության, ռազմական հզորության առանցքն է եւ ես եւս մեկ անգամ ուզում եմ մեր խոնարհումը արտահայտել մեր բոլոր այն զավակներին սպառապետի գլխավորության, որովհետեւ Եռաբլուրում են գտնվում, այսօրը յուրովի նաեւ հաշվետվությունը մեր բոլոր այն մարտական ընկերներին, որոնք որ բոլոր ժամանակների, բոլոր պատերազմների, բոլոր այսպես բախումների արդյունքում են իրենց կյանքը տվել մեր հայրենիքին եւ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր տոնակատարություն է մեր համար պարտք գալ եւ մեր հարգանքի տուրքը մատուցել մեր բոլոր զավակներին։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը կարդացել եք, այնտեղ ասում է, որ զենքեր է ձեռք բերվել բանակի կրճատումից է խոսացել, նաեւ ծրագրերից, որոնք իրականացվում են եւ ասում է, որ ըստ էության արվել է այնքան բան, ինչքան նախկինում չի արվել, նաեւ ասել է, թե ինչի օրինակ 2018-ին 19 զենք ձեռք չի բերվել, որովհետեւ չի կարծել, որ դրանք կծառայեն բացառապես Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային այլ նկարտումներ չեն լինի։ Գիտեք, այս տոնական օրը խոսել բանակին եւ նաեւ քննադատություն ասել բանակի մասին ես չէի ցանկանա, բայց ասեմ հետեւյալը, որ ես չեմ կարդացել Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որովհետեւ չեմ կարծում, թե նա ամբողջությամբ արտահայտում է այն իրականությունը, որը որ այսօր կա։ Հայկական բանակը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության անկախության, Արցախի համար ազատության պատերազմական գործողություններին զուգահեռ հայկական բանակը ձևավորվել է զրոյից, ոչ մեկ կասկած չունի, չէ, որ այն զրոյից է ձևավորվել եւ մեծ չարչարանքի անհավասար պայմաններում այն հասել է մի այնպիսի իրավիճակի, որ հաղթել է մեր տարածաշրջանում եղել է մրցունակ եւ նաեւ փողգործունակ է եղել մեր միջազգային գործընկերների հետ։ Բայց ասեմ հետեւյալը, որ հայկական բանակը իր կազմավորման տարիներին մինչև 2018 թվականը իր առջև խնդիր է կատարել է, մարտական հերթապահություն է իրականացրել, հակառակորդի հետ նույնիսկ հարաբերական անհավասար պայմաններում ինքը իր առջև դրված խնդիրը իրականացրել է։ Այսօր եթե բանակում որոշակի ձեռքբերումներ կան, որոշակի փոփոխություններ են իրականացնում, ես այսպես ասեմ, էլի հասարակ բառերով, այդ էր պակաս, որ այս ողբերգություններից, այս անհաջողություններից հետո քայլեր չձեռնարկեին բանակի, ասենք, մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, բայց ես գտնում եմ, որ այս 5 տարիները բաց թողնված ժամանակահատված են ավելի շատ կարող էին իրականացնել, սկսած նրանից, որ պետք է մշակվեր մեր ազգային անվտանգության ռազմավարությունը, սկսած նրանից, որ պետք է լուրջ նոր խնդիրներին համաձայն, իսկ մեր խնդիրները ավելացել են եւ մարտական առումով, եւ մարտավարական առումով, եւ նաեւ բարոյահոգեբանական առումով։ Կազմհաստիկային կառուցվածքային փոփոխություններ պետք է ձևավորեին, կատարեին։ Տեսեք, հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր
հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ, նոր զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանի Հանրապետությունում մենք տեսել ենք, որ նոր հատուկ նշանակության ստորաբաժանումների, կառույցների փոխարեն հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանումներ են ձևավորել տարբեր բերետներով։ Օրինակ, ես եթե լինեի, այդ բերետների փոխարեն 3 կամ 4 հատ հատուկ նշանակության զորամասեր կձևավորեի, որոնք որ հատուկ խնդիրներ պետք է իրականացնեին 44 օրյա նույնիսկ պատերազմից հետո եւ այսօր էլ։ Այնպես որ կարել եք, ձևավորել եք։ Ինչ? Իհարկե, եղել է, ձևավորված է եղել եւ մեր հատուկ նշանակության ստորաբաժանումները, զորամասերը եւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ 16 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք բարով ձեզ։ Այս երապների ջուրը ես եմ քաշել։ Ես։ Լավ է կարել։ Ձեր հետ եք խոսանք, եկեք Եթերում ենք, էլի հարցազրույցը։ Հա, շնորհավորում եմ, շնորհակալ եմ ձեր կատարած։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ կարելի է ասել, որ հակառակորդի Յաշմա կոչված հատուկ նշանակության բրիգադան հիմնահատակ ոչնչացվել է այն երկու ուղղություններով, որոնք որ նրանք հարձակվել են։ Այսօր սպառազինությունների ձեռքբերման հետ մեկտեղ, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, լավ կլիներ, որ այդ սպառազինությունը շարք կանգնվեր, յուրացվեր, իսկ դա կարող է արտահայտել ոչ թե հասարակ ժողովրդին տանեն կանգնած այս սպառազինությունը ցույց տան, այլ դա կարող է արտահայտվել ստորաբաժանումների ներդաշնակմամբ, դաշտային վարժվածությամբ եւ խոշոր զորավարժություններով, որոնք որ իրենք պետք է ցույց տան զինուշ ծրագրով, եւ նաեւ կարող է արտահայտվել զորահանդեսներով, որ իրենք պետք է կազմակերպեն։ Պարոն Օհանյան, տեսեք, իթիվս այլ քննադատությունների դուք էլ վստահաբար լսել եք ազգային ժողովում էլ ընդհանրապես, որ ասում են օրինակ նախկին գործող իշխանության ներկայացուցիչներն, ովքեր ծառայել են, ասում են ձեր ժամանակ մայկատրոսիկ չեն ունեցել։ Եկեք գիտեք բանակի գործունեությունը չիջեցնենք այդքան ցածր մակարդակի։ Ամեն ինչ էլ ունեցել են, բանակը համալրված է եղել, նույնիսկ թերությունների հետ մեկտեղ, որովհետև եւ թերություններ եւ սխալներ ունեցել են, ես էլ անձամբ ունեցել եմ սխալներ, բազմաթիվ սխալներ, բայց մենք ձգտել ենք, աշխատել ենք եւ վերականգնել ենք, բայց նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում ձևավորված բանակը իր առջև դրված խնդիրը կատարել է։ Գիտեք, մենք այս վիճակում ենք 44 օրյա պատերազմի պարտությունից հետո, ձեզ ասեմ, բայց 44 օրյա պատերազմի պատշաճ կառավարման, պատշաճ ուշադրության, ռազմական գործողությունների թատերաբեմը լուրջ ուսումնասիրելու եւ լուրջ որոշումներ ընդունելու պայմաններում հայկական բանակը, առավել եւս Արցախի պաշտպանության բանակը ի վիճակի է եղել իր առջև դրված խնդիրը իրականացնել։ Մեր նման երկրներում, մեր տարածաշրջանում առկա փխրուն անվտանգության միջավայրի, արտաքին եւ ներքին սպառնալիքների պայմաններում մեր նման երկրները կարող են իրենց անվտանգությունն ապահովել ոչ միայն միայնակ իրենց ազգային երաշխիքների ձևավորման, բանակի հզորացման, այլ նաեւ պարտադիր կերպով հավաքական անվտանգության, դաշնակցային հարաբերությունների պայմաններում։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է այսօրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, երբ որ ինքը փորձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալել, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների այնուհետև սառեցման պատասխանատուն ինքն է, որովհետև մեր տարածաշրջանում մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները ձևավորում ենք գլոբալ առումով տարածաշրջանային խոշոր պետությունների դեմ պայքարելու համար։ Ես նկատի ունեմ Թուրքիան, իսկ Ադրբեջանի հետ մենք ի վիճակի ենք եղել ինքնուրույն
ինքնուրույն ի վիճակի ենք եղել պայքարելու։ Մյուս հարցը որն էր, դրանց շարունակությունը։ Պրահայի համաձայնությունը ձեռք բերում էր։ Գիտեք, Պրագայում ձեր բերված համաձայնությունը մեր խայտարակությունն է, երբ որ Հայաստանի Հանրապետության նախագահան տարիներով մեր նորագույն պատմության ընթացքում տարիներով ձեր բերված բանակցային փորձը, բանակցային ներուժը եւ Արցախի համար մղվող պայքարը զրոյացրել է, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում ինքը ճանաչել է նաեւ չափերով, ընդ որում Արցախը ներառյալ այնինչ մեր նորագույն պատմության ընթացքում սրբություն է եղել Արցախի անկախության, Արցախի ինքնորոշման համար տարվող մեր գործունեությունը։ Եվ գիտեք, երբ որ խնդիրներ կան դաշնակցային, գործընկերային հարաբերությունների մեջ, այդ խնդիրներից ոչ թե պետք է խռովել, այստեղ երեխայական մակարդակի չպետք է լինեն միջպետական գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունները, այլ պետք է գրագետ կերպով ընտրել հմուտ արտաքին քաղաքականության մարտավարություն եւ լուծել այդ բոլոր խնդիրները։ Այնպես որ հիմնական մեղավորը այս իրավիճակի ինքը հենց Նիկոլ Փաշինյանն է։